Երդասարդ մգար, որ նոր ամուսնացած էր և շատ գուզեր հարաճ երտալ իր կործի մեջ, իր ընկերության մեջ վերջին 3 շաբաթները 52 ժամ overtime տրած էր, որբեսի իր թիրքը բարձրանա։ Եվ օրը գիշերը, երբ որ եկավ ժամը 12:30-ին դուն, տեսա, որ իր գինը քնացել է, ճուզեց նեղացնել իր գնգան, առանց ցայնը հանելու, փորձեց անգոնի մեջ մտնել, որբեսի ինքնալ քնանա։ Եվ հանգարց գինը դարձավ, տուն ABC-տ լավ չես սորված սկսավ իրեն։ Շվարեցավ այս երդասարդ, ինչ? Սավ wife-ը work-են առաջ կուքասավ։ Եվ այսպես, ցավալի է, որ այս երդասարդը այսպես պետք է սորվեր, թե ինչ բան առաջնահերթ դեր գտնվի իր կյանքի մեջ, մեկ բան հստակ է, որ Աստված ամեն բանի գարկ դրած է, եւ երբ որ գարքերը իրար անցնենք, մեր կյանքերն ալ իրար գանցնին։ Այսօրվա հողը, որ պիտի սերդենք, սերմնացային նարակն է, որ կսերդենք, անցնող 4 շաբաթները, այսօր պիտի խոսենք փշոտ հողին մասին, և փշոտ հողը կներկայացնե այն անձիկը, որ գսեն պիտի ծառայեմ Տերոջ, մինչև այն ադեմ, որ իմ ծառայությունս չի խանգարեր այն մյուս բոլոր բաներուն, որ ավելի կարևոր գսեմ։ Վարգամը ետ երթանք տարբեր հողերուն, տեսնելու թե ուր հասանք, առաջին հողը ասենք թե գարձր հողն է, ջամփու գողքին եզերքի հողը, որ անընդունակ է, այնքան գարձր է, որ Աստված պետք է փշրե, որբեսի գարենան Աստծո խոսքին հունդերը մեջը դեղ գտնել, եւ այս անձը այն անձն է, որ նոր միտք կամ թե ոյ մեկ ուրիշ նորություն չուզեր իր կյանքի մեջ, խորելով, որ ինքը ամեն բան գիտե, միտքը որոշած է եւ որքան ալ Աստծո խոսքով փորձես իրեն ուղղություն տալ, ինքը երբեք պիտի չփոխվի։ Երկրորդ հողը, որ տեսանք, ժայռոտ հողն էր, եւ հոնալ մեկ դժվարություն կար, որ ժայռոտ հողին վրա եղած հողը շատ փարագ էր, խորունգություն չուներ, եւ ամիջապես հունդը ձլավ, բայց որքան շուտ ձլավ, նույնքան շուտ ալ չորցավ։ Եվ ասիկա գծուցն է անցիկ, որ ցևագերբությունով գարձեստե Աստուծո խոսքը գտնունին, բայց իրենց մեջ որ մեկ գերբարանափոխություն, transformation կամ հոգևոր բժշկություն չի գտնվիր, եւ ասոնք անոնք են, որ գսեն պիտի ծառայեմ Տերոջը, մինչեւ այն ադեմ, որ իմ կյանքիս մեջ դժվարություններ կամ հուսահատություններ չկան։ Եվ ընդհանրապես այսպիսի անձիկ Աստուծո հետ սագարգության մեջ են, եթե ինձի առողջություն դաս, քեզի կծառայեմ, բայց խորունգություն չունի եւ շուտը գչորնա։ Եվ այսպիսի անձերուն համար խոսեցանք, թե որքան կարևոր է, որ այդ քարերը, որ իրենց կյանքերու մեջ կան վերցնեն, որբեսի խորունգ հողը լա եւ հոնդերը ցամբած հունդերը բդուղ փերեն։ Ուրիշ ճշմարտություն մնալ գա, որ գրնանք սորվիլ հողակորձութենել, անալ այն է, որ ուր որ լավ հող գա, որ փապակելի կամ թե ցանգալի փերքեր պիտի փերե, հոն նաև գրնա փուսնիլ փուշեր։ Եվ այսօրվա մեր փուշերու մեջ ինգած հունդերուն քաղնիկը այս ճշմարտութենեն հարաճ կուքա։ Մարգոս 4:18-19-ի մեջ Հիսուս կբացատրե, թե ինչ են փուշերու մեջ ինգած ցամբածները, որ հունդերը, որ գինան փուշերու մեջ, ինչ են արդյոք այդ փուշերը։ Գսե փուշերու մեջ ցամբածները անոնք են, որ խոսքը գլսեն, բայց այս աշխարհի հոգերը, հարստության խապեությունը եւ ուրիշ բաներու ցանկությունները ներս մտնելով գխեղտեն խոսքը ու անգլա անբդուղ։ Այսպիսի անձիկ անոնք են, որ դակավին հոգևորապես չեն հասունցած,
Այո մանուկ չեն, մանկութենե հասած են բադանեգության, բայց չափահաս չեն դարձած հոգևոր կյանքի մեջ։ Եվ այս տեսակի քրիստոնյաներ խանգարված նախաբադություններ ունին, mixed up priorities, եւ հանգուցված են բաներու հետ, որոնց հետ երբեք գապ պետք չէ ունենան։ Անոր համար է, որ իրենց կյանքերը այսպես փուշեր որ կան իրենց կյանքերի մեջ, իրենց գճզմեն եւ կմարեցնեն։ Եվ այստեղ այս համարը, որ գարտացինք Մարգոս 4-ի մեջը, մեզի երկու բաներ գսե, որոնք այս փուշերուն կնմանցնե, եւ այսօր մեկ հատի մասին մի խոսենք, անալ հոգնելն է։ Մեր ամենասիրած բանը հոգնել։ Այսօր աշխարհը անցկությունով լեցուն է, անցկություն բառը շատ սիրեցի, բայց եթե բացադրեմ, ասեմ մեկը բիչասն գնավ, ասեմ անգլերենով anxiety։ Anxiety մեջ է բոլոր աշխարհը։ Anxiety-ն այն բանն է, որ հոգնել են այլևս դակնաբի կմատնվիս եւ անհանգիստ կլա ներսիցիդ եւ չես գիտեր ինչ պիտի անես։ Ամենաթյուրին ծևաս կդատ։ Սա մարդ կրծավ հետևիլ։ Հոգնել են դու քեզի անհանգիստ կնես եւ դակնաբի կմատնվիս։ Եվ Սուրբ Գիրքի մեջ շատ գեղեցիկ օրինակ ունենք, որ Հիսուս նշեց եւ անալ Մարթան էր։ Գիշեք Մարթային ինչ ասավ Լուկաս 10:41-ի մեջ Մարթա դու շատ բաներու համար կմտահոգվիս եւ ասմաս աղբերը իրար գանցնիս։ Քարիներս այսօր իրար անցած ենք բաներու վրա հոգնելով։ Եթե մեկ բանի մեջ ենք, 10 բանի մեջ ենք, կոնե մեկ բանը մեզի այդպես իրար գանցնե։ Եվ այսօր հոգնելը նշանապան բառն է այս աշխարհի մեջ։ Օրինակներ բերեմ եւ իմ հետս պիտի համաձայնի։ Երբ որ կորձ ունենք, հոգնենք, որ կորձ ունենք։ Երբ որ կորձ ունենանք, հոգնենք, որ չգործընծնենք կորձը։ Երբ որ տրամ չունենք, հոգնենք, որ տրամ չունենք։ Երբ որ տրամ ունենանք, հոգնենք, որ ինչ պիտի ունենք տրամին հետ։ Երբ որ հիվանդ ենք, հոգնենք, որ հիվանդ ենք, եւ երբ որ առողջ ենք, հոգնենք, որ հիվանդ պիտի լանգսելով։ Եվ այսօր օրինակը գիտեմ շատեր ծանոթներ, անձեր, որ ամեն անգամ որ մարմինու մեջ բզդիկ փամը ցայն հանե, սիրտը քիչ ավելի գդրոպե գսե, սիրտս հիվանդ է, պիտի գադված ունենամ։ Քիչ մը փորը գծավի գսե օլսուրնիմ։ Եվ դա կրկրական էր անցյալ օրը փամը գտիդեի քիչ մը գադագերկություն էր, բայց չափազանցություն, բայց նույնադեն դժմարիտ մեկը իր ցերկին վրա գարմիր գետ մը գտեսնե գիմը եւ on-line գերտա գնայի թե ինչի նշան է այդ գարմիր գետը եւ կգարտա որ ինքը հիվանդություն ունի որ իրեն մահվան կդանի ամիջապես ամենուն գերացայն է գսե ներողություն ասան գրի գերտա մինչև իր թամփարանը բանը գաբսպրե եւ հետո նել պալիշը մեմ գգատի ցերկին վրա եւ կդեսնե որ նել պալիշը դարավ այդ գարմիր միջատ իր եղունքի ներգներ որ հոնդը գարմրություն բերածեր եւ ամենուն յետ կփանանքսե բոլորս ազներես մորցեք փամը չգա եւ այսպես մարդիկ կան որ ամեն մեկ բզդիկ փանին հոգ գնեն անշուշտ գասկնամ որ Գյանքի մեջ բաներ կա, որ մեզի իրապես մտահոգ է, բայց այդ մտահոգությունները ուր կգանին այդ է կարևորը։ Օրինակ համար, մտահոգություններ կան, որ օգտակար են, բայց մեզի պետք չէ կառավարեն։ Երբ որ կմտահոգվեմ, որ ակսիդանտ չունենամ, Ըսկուշ կլամ լավ քշելու, որբեսի ակսիդանի մեջ չի մտնեմ, արգած չունենամ։ Գամ թե եթե գխորիմ թե հիվանդ կլամ, առաջ կգարնեմ, հոգ կնեմ, ըսկուշություն կնեմ, որբեսի ավելի չքեշնամ։ Եթե գուզեմ թոշագի ելել, հոգ կնեմ, որ
հիմա գնեմ մասը շահածիս մեկոն տնեմ, որպես երբ որ retirement-ի ասնիմ, կարնամ փամ ունենալ ցերկիս մեջ։ Հարցը այս է. շատ թյուրին է հոգնել, բայց դժվարությունը գծակի, երբ որ գարդոնես, որ հոգերը քեզի գարավարեն, քու վրա դիշխեն, հոգերուն թուն քերի թարնաս։ Նախամտածությունը գթարնա վախի մտածություն, եւ հոն է որ մարդ արարածը գդուժե, եւ ադոր մասին է որ Հիսուս կխոսի փուշեր, հոգեր, որ կխեղտեն Աստծո խոսքը։ Եվ Փիլիպպեցիս 4:6 բոլորս շատ լավ գիտենք, կսե մի մտահոգվիկ որևէ բանի համար։ Ուրեմն, երբ որ Աստծո խոսքը մեզի բադվեր մգուտա, եւ մենք այդ բադվերին թեմ կկործենք, ինչ սելադիգա, սեթե մեղ կկործենք։ Եվ ինչպես գարելի է հոգևորապես աջիլ մեծնալ, երբ որ մեղքի մեջ ենք, անգարելի է։ Եվ այս հոգնելը այնքան մեծ բան է, որ մեր հոգևոր աճումը գխեղտե։ Հոգմիներ, քունդ մի փախցներ գիշերը։ Մի արդոներ, որ փամը քու վրատ իշխե եւ քու ցանկդ գարավարե, որ դեմ ասնիս որ այլևս շիդակ չգնաս խորիլ կորձել։ Եվ ասիկա մեծ դժվարություն է, որ շատ անգամ մտահոգությունները մեր վրա գիշխեն եւ մեզի այդպիսի դեղեր գարաչնորթեն։ Հիմա մեկ բիցեր ես անանք բաներ չեմ արդոներ, որ մտահոգությունը ինձի վրա իշխե։ Երեք տեսակի մտահոգություններ ցեզի պիտի բերեմ եւ նայեցեք թե արդյոք ասոնց մե ո մեկը ցեզ հետ կապունի։ Առաջինը հոգ գնենք բաներու մասին, որ անցած են։ Անցյալին եղել են եւ յետ կերտանք գվերլուծենք, գծեցենք, կտնենք, կվերցնենք եւ կուներնից կփախցնենք։ Դեսենք ասիկա անխել բան է, անիմաստ բան է, բայց գնենք։ Սղոցված փայդի փշրանքները չես կրնար նորեն սղոցել։ Կացած են այլևս։ Հին բաներու մասին հոգնելը գնմանի ագրայի թեղին թյուբեն դուրսանել հետ վերջը փորձել ետ մեջը տնել։ Մեկը փորձած ենել։ Ճիշտ այդ է որ գնենք։ Մեր ըրած կորձերը չեն կրնար չեղյալնել, կամ մեր խոսածները չեն կրնար ետ բերել, ետ փոխել։ Մեկը ասած է որ ես սովորություն ըրած եմ որ ուր որ ներս մտնեմ կամ դուրս ելեմ յետևեն դուրս գոցեմ, որպես ետ չերտամ այնտեղը։ Եվ շատ լավ իմաստուն խոսք մնե։ Երկրորդ հոգ գնենք բաներու մասին, որ արդեն պիտի բադային։ Ուզենք չուզենք պիտի բադային։ Պամը չես կրնար փոխել։ Լսած եմ անձեր, որոնք մտահոգված են իրենց զավակներուն ամուսնության մասին։ Ոչ թե որ որուն հետ պիտի ամուսնանան, այլ պիտի ամուսնանան ասելով, որ դունեն պիտի երթան։ Ինչ համար զավակ ունեցար, որովհետեւ դունդ բայես։ Գտեսնենք այսպիսի բաներ, խնդալիք են, բայց շատ մարդիկ ասանք բաներու հոգերով դարված կարևոր բաներ է, Աստուծո խոսքին ճշմարտությունները հերուկ մնան։ Ոմանք հոգ կնեն մեռնելու մասին, ոմանք հոգ կնեն ձերանալու մասին։ Ինչ կնասնել այս երկուքի մասին, ձերանալուն եւ մեռնելու մասին։ Ոչ մեկ բան։ Եթե մերժեմ ձերանալ, պիտի մեռնիմ։ Եվ եթե մերժեմ մեռնիլ, պիտի ձերանամ։ Փախուս չի գա։ Այնպես չէ։ Ուրեմն ինչու հոգ կնենք։ Եվ վերջին մարդիկ հոգ կնեն բաներու մասին, որ երբեք չէ բադած, կամ պիտի չի բադայի։ Բոսարական խոսքը գարտամ անգամ եւս Փիլիպպեցիս 4:6-7 գսե մի մտահոգիք որևէ բանի համար, հաբա ամեն բանի մեջ աղոթքով ու աղերսանքով շնորհակալությամբ միասին գիտուցեք ձեր խնդրանքները Աստուծո եւ Աստուծո խաղաղությունը, որ ամեն միտքը քերի վեր է, պիտի բահբանե ձեր սիրտերն ու մտածումները Քրիստոս Հիսուսով։ Կարևոր բառ այս ամարի մեջ պիտի բահբանե Աստուծո խաղաղությունը,
պիտի պահպանե։ Երբ որ ամեն բան Աստուծո կդանիս աղոթքով, սիրտդ խաղաղություն կգտնե, եւ այդ խաղաղությունը քեզի կպահպանե հոգերեն։ Եվ այս պահպանել բառը ինչ է այստեղը որ գխոսի, բահագի մասին գխոսի, բահագ տնել, հսկիչը մտքիդ վրա, որբեսի ամեն անգամ որ հոգ մկա ուզե մտքետներս մտնել, ասե թունոս իրավունք չունիս մտնելու։ 21 տարեկան չես եղած։ Եվ այսպիսով Աստուծո խոսքը մեզի գոհքն է, որբեսի այս հոգերեն մենք հերու մնանք։ Այո, արդարացի հոգերգան մեր կյանքերու մեջ, բայց շատ անգամ պետք է ասենք եւ չմոռնանք, որ այս բզդիկ բաները, որոնցով մենք գսպաղինք եւ անոնց համար հոգ կնենք, մեզի ավելի կարևոր բաները, որոնց համար հոգ պետք է ունենք, անոնց մե գերացնեն։ Եվ ինչ են այդ ավելի կարևոր բաները, մեր հավերժական կյանքը, մեր հոգևոր կյանքը, մեր սրբության կյանքը, ադոնց վրա պետք է հոգ կնենք, որ ինչպես գնանք բարելավել, ինչպես գնանք հավերժական կյանք շահել։ Իսկ եթե կմտածենք, թե հիվանդ կլամ կամ տրամ չունիմ, ասոնցմով մտահոգված ենք, սպառած ենք, կփախցնենք ամենակարևոր բանը, որուն համար հոգ պետք է անենք։ Եվ այս հոգերը մեզի կգաբեն, կգաշկանթեն հոգևորապես աջել է, որ դերը երբեք չուզեր, որ մեգերնից այդ վիճակի մեջ լան։ Գուսամ, որ այսօր անգամ եւս այս պատկամը մեզի արտնցուց թե հոգնելը մեղք է եւ գուզենք եթե հոգեն ազատիլ աղոթքով դերոջը դար անոր խաղաղությունը քու մտքիդ վրա պիտի հսկե եւ պիտի չարդոնե որ անոնք կուրադիշխեն դեր օրհնե բոլորիդ